Չեն շտապում մարդիկ իրենց եկամուտները հայտարարագրել։ Ուղիղ մեկ ամիս է մնացել վերջնաժամկետին, որ ավելի քան 700,000 մարդ անցած տարվա եկամուտների մասին հաշվետվություն տա պետությանը։ Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ դեռ 115,428 մարդ է հայտարարագիր լրացրել։ Դա այս տարվա հայտատուների ընդամենը 16,5%-ն է։ Կհասցնեն այս կարճ ժամկետում հայտարարագիր ներկայացնել մյուս կես միլիոնից ավելի քաղաքացիները։ Այս տարվա ապրիլին օրենսդիրի որոշմամբ հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը կես տարով հետաձգվել էր մայիսի 1-ի փոխարեն նոյեմբերի 1-ը։ Չգիտենք էլ ինչի մասնախոսքը, ինչու լրացնել եմ։ Իսկ ինչի։ Ցանկություն չունեմ։ Նոյեմբերի 1-ից պետք է բոլորը 700,000 մարդ լրացրած լինի։ Ինչի համար։ Պետությունն է, կառավարությունը։ Պետություն շատ բան ասում։ Դեռ ամիսներ առաջ շատ տնտեսագետներ ահազանգում էին, որ եկամուտների հայտարարագրի ժամկետը կես տարով հետաձգելն անգամ չի փրկի դրությունը։ Նույնականացման ID քարտ ու էլեկտրոնային ստորագրություն շատերը չունեն, իսկ դա ձեռք բերելը ամիսներ է տևում մեր երկրում։ Ստորագրեցի, հա, էդի դա է, չեմ հայտարարագիր չեմ գրել։ Բայց գրելու եք։ Երևի, չգիտեմ դեռ։ Եթե մինչև հիմա ID քարտ չունեք, ուրեմն մեծ գլխացավանքի առաջ եք կանգնած։ Մայրաքաղաքի ու մարզերի անձնագրային բաժիններում առաջիկա ամիսներին դժվար թե կարողանաք հերթագրվել։ Էլեկտրոնային եղանակով հերթագրման համակարգում դեկտեմբերի կեսերից մինչև հունվար ID քարտի համար հերթագրվելու ժամեր չկան։ Հայլուրի հարցախույզի ժամանակ մեզ հանդիպած 4 տասնյակ քաղաքացիներից միայն 2-ն էին հայտարարագիր լրացրել։ Երեկոյան եմ լրացրել եւ մի 15 րոպեում։ Ստուգել եմ տվյալները, այդ մի դաշտը ավելացրել եմ տոկոսային եկամտի մասով, ուրիշ արտառոց բան չկար։ Ֆինանսական թղթաբանությունից քիչ թե շատ գլուխանողների համար գուցե արտառոց բան չկա։ Այս հաշվապահ կնոջ խոսքով վերջերս իրեն շատ են դիմում հայտարարագիրը ճիշտ լրացնելու համար։ Ոչ բոլորն են կարողանում ինքնուրույն գործը գլուխ բերել։ Հա, բարդ է, իհարկե, եթե տեղեկացված չես լինում ինչ-որ մի բանից, իհարկե շատ բարդ է լրացնելու ձև, քանի որ ինքն էս չի, որ հեշտ ձև է էլի լրացնելու։ Ծառայության մատուցման համար դիմով են, օրերը մոտենան միգուցե եւ արդեն սկսեն։ Մինչև նոյեմբերի 1-ը հայտարարագիր չներկայացրածները նախազգուշական ծանուցում կստանան, որ 30-օրյա ժամկետում հայտարարագրեն եկամուտները։ Եթե կրկին անտեսեն պետության պահանջը, հաջորդ ամիս արդեն 5,000 դրամով կտուգանվեն։ Էդգար Ղուշչյան, Հենրիկ Համազասպյան եւ Նորայր Հակոբյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։